Գյուղացիներին Հայաստանի կառավարությունը մինչև 3 տարի ժամկետով անտոկոս վարկ կտրամադրի։ Էկոնոմիկայի նախարարը նախագիծը ներկայացնելիս նշել է, որ այս քայլը կօգնի հավելյալ արդյունավետություն ապահովել աշխատանքներում եւ բարձրացնել գյուղատնտեսական ու վերամշակված արտադրանքի ծավալները։ Վարկերը տրամադրվելու են դրամով, անկանխիկ եղանակով, յուրաքանչյուր շահառուի համար առավելագույնը 2 միլիոն դրամ։ Ծրագիրը 2026 թվականին նախատեսում է տրամադրել մոտ 40 միլիարդ դրամի վարկ, որի սուբսիդավորման համար կպահանջվի մոտ 2 միլիարդ դրամ։ Իրանից ապրանքների ներմուծումը Հայաստան ավելի հեշտացնելու համար կառավարությունը նոր որոշում է ընդունել, որի համաձայն այս տարվա ընթացքում Իրանից ներկրվող որոշ գյուղատնտեսական ապրանքներ կարող են մուտք գործել Հայաստան առանց մաքսատուրքի, սակայն դա կգործի միայն սահմանված քանակների սակագնային քվոտաների շրջանակում։ Ներմուծման թույլատրելի ծավալները կբաշխի կառավարությունը, իսկ լիցենզիաները կտրամադրի Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը։ Կառավարությունում համոզված են, որ այս որոշմամբ պետությունը միաժամանակ կխթանի ներմուծումը ու նաև կպահի շուկայի հավասարակշռությունը։ Կառավարությունը որոշել է մինչև 250,000 դրամ փոխհատուցում տրամադրել այն քաղաքացիներին, որոնց ուղիղ կամ տարանցիկ չվերթները մերձավոր արևելքում ռազմական գործողությունների պատճառով չեղարկվել են։ Փոխհատուցումը կվճարվի այն դեպքում, երբ քաղաքացին ստիպված է եղել գնել նոր տոմս կամ կատարել վճարովի փոփոխություն, ըստ փաստացի ծախսված գումարի, սակայն ոչ ավելի 250,000 դրամը։ Որոշումը տարածվում է 26 թվականի փետրվարի 28-ից մինչև մարտի 25-ը Արաբական Միացյալ Էմիրություններ, Կատար, Քուվեյթ եւ Իսրայել ուսման նպատակով մեկնած քաղաքացիների վրա։ Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 2026 թվականի հունվար-փետրվարի տվյալներն են։ Ընդհանուր առմամբ արտադրվել է 84,700 տոննա ցեմենտ։ Սա նախորդ տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 5.2%-ով, բայց աճել է շինարարական շաղախների, տուֆի ու նաև գիպսի արտադրությունը։ Ցուցանիշները ցույց են տալիս, որ այդ ամիսներին կրի ու ավազի արտադրությունը նույնպես նվազել է 41.1 եւ 24.9%-ով։ Թրամփի վարչակազմը ամենայն հավանականությամբ կերկարաձգի ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցների սառեցումը, ընդ որում եւ ռուսական եւ իրանական նավթի շուկաներում։ Անցյալ ամիս ԱՄՆ ֆինանսների նախարարությունը թույլատրեց վաճառել ծովում գտնվող ռուսական եւ իրանական նավթի այն խմբաքանակները, որոնք նախկինում պատժամիջոցների տակ էին։ Իրականում ռուսական եւ իրանական նավթի վաճառքի ծավալների ընդլայնումը թույլ է տվել Ռուսաստանին օրական լրացուցիչ $150 միլիոն վաստակել, իսկ իրանական նավթի մեծ մասը արդեն ուղևորվել է Չինաստան։ Goldman Sachs-ը իջեցրել է 2026-ի երկրորդ եռամսյակի Brent եւ ամերիկյան նավթի գների կանխատեսումները, համապատասխանաբար մինչև 90 եւ $87 մեկ բարելի համար։ Նախկինում բանկը սպասում էր 99 եւ $91։ ԱՄՆ Իրան երկշաբաթյա հրադադարի մասին հայտարարելուց հետո, սակայն շուկան դեռ շարունակում է զգուշավոր մնալ, կասկածելով, թե կողմերը արդյոք կպահպանեն հրադադարը։ Այս ամենի արդյունքում Brent տեսակի նավթի գինն այս շաբաթ արդեն նվազել է ավելի քան 11%-ով։ Ֆրանսիան դեմ է Հորմուզի նեղուցի համար վճար սահմանելուն արգոսնախարար Ժան-Նոել Բարոնի խոսքով ոչ ոք չի կարող գանձել անցման վճար կամ սահմանափակել անցումը, քանի որ միջազգային ջրերում նավարկության ազատությունը մարդկության ընդհանուր ժառանգությունն է։ Հիշեցնենք, որ Իրանը երկշաբաթյա հրադադարի ընթացքում առաջարկել է անցումը թույլատրել միայն կրիպտոարժույթով վճարների դիմաց։ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնտեսությունները մտնում են ավելի բարդ փուլ։ Աճի տեմպերը դանդաղում են, իսկ անորոշություններն ավելանում։ Համաշխարհային բանկի վերջին զեկույցի համաձայն, հատկապես Կենտրոնական Ասիայի երկրներում 2026-27 թվականներին տնտեսական աճը կսահմանափակվի միջինը մոտ 4.9%-ով։ Իսկ ինչն է կանգնած այս միտման հետևում առաջին հերթին մերձավոր արևելքում շարունակվող հակամարտությունները եւ գլոբալ աշխարհաքաղաքական լարվածությունը, որոնք խաթարում են առևտրի ներդրումների եւ էներգետիկ շուկաների կայունությունը։ Սակայն իրավիճակն անհույս չէ, փորձագետները շեշտում են։ Հիմա է ճիշտ պահը տնտեսությունները ավելի դիմացկուն դարձնելու համար։ Առաջնահերթություններն էլ ակնհայտ են՝ աշխատատեղերի ստեղծում, մասնավոր հատվածի ակտիվացում ու առողջ մրցակցության խթանում։ Փաշինյան-Պուտին հանդիպումից մոտ 10 օր անց քննարկումները չեն դադարում, ընդ որում երկու կողմից էլ։ Նիկոլ Փաշինյանը դրական է համարում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, որոնք ըստ նրա կառուցողական տրանսֆորմացիայի փուլում են։ Կառավարությունը որոշել է համատեղել ԵԱՏՄ-ի եւ Եվրամիության քաղաքականությունը, ինչքան դա հնարավոր է։ Հետո կանեն իրենց ընտրությունը։ Որն է այն պահը, որ ես պետքա որոշեմ։ Ես որոշել եմ եւ որոշման մասին հայտարարել եմ, որ քանի դա համատեղելի է, մենք կհամատեղենք։ Ոչ մեկ չի ասել չէ համատեղելի չի։ Կամ եթե որևէ մեկը ասում է չէ համատեղելի չի, փաստն է նա, որ համատեղելի է։ Հիմա այսօրվա իրականությունը եւ նախորդ թողշրջանի իրականությունը նրա մասին է, որ համատեղելի է։
Հայաստանը նաև չի պատրաստվում Ռուսաստանի թիկունքում քննարկել հայկական երկաթուղային ցանցի կոնցեսիոն կառավարումն այլ երկրի, այդ թվում Ղազախստանին փոխանցելու հարցը։ Փաշինյանի խոսքով ղազախական կողմը օգոստոսից ի վեր չի թաքցրել իր հետաքրքրությունը թրիփի վերաբերյալ։ Ինչ կարող է նրանց հետաքրքրել։ Սա միջազգային հաղորդակցության նոր ուղի է բացվում եւ գիտեք, որ Ղազախստանը միջազգային տրանսպորտային ոլորտի խոշոր խաղացողներից է, խոշոր դերակատարներից է, մասնավորապես Չինաստանից եւ դեպի Չինաստան ապրանքների հոսքի առումով եւ Ղազախստանի մեր գործընկերները այդ հարցը մենք նաեւ իմ այցի ընթացքում ենք քննարկել, փորձում են հասկանալ առավել առարկայական թե տրանսպորտային ինչ հնարավորություններ են բացվում եւ ինչպես է դա անդրադառնալու եւ ինչ նոր հնարավորություններ են բացվում իրենց համար։ Անդրադառնալով բանակում առկա խնդիրների մասին դիտարկումներին Հայաստանի վարչապետի խոսքով զինվորները հագուստի, սպառազինության, բարոյահոգեբանական վիճակի ու պաշտպանունակության առումով երբեք այսպիսի լավ վիճակում չեն եղել։ Բոլոր ոլորտներում կան խնդիրներ։ Այդ խնդիրները լուծվում են, բայց էլ եմ ասում, մի խնդրեմ լուծում ես, դա նշանակում է պետք է պատրաստ լինես 3 խնդրի հայտ գալու։ Եվ դա բնականon process է, դա զարգացման process է, եւ դուք ինչա բանակը կտեսնեք, համոզված եմ մայիսի 28-ին եւ ձեր գնահատականները կտաք։ Ինչա տեղի ունեցել բանակում, ինչա փոխվել բանակում, փոխվելա թե չի փոխվել։ Եվ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ճակատագիրը ըստ Նիկոլ Փաշինյանի այն դե ֆակտո պետականացված է, իսկ դե յուրե կլինի շուտով։ Հայաստանի կառավարությունը 25 միլիոն դոլար է ներդնելու գրաֆիկական պրոցեսորների համար ստեղծելով արհեստական բանականության պետական կենտրոն։ Այն կգործի 2027 թվականից։ Կօգնի զարգացնել ազգային հաշվողական համակարգն ու նվազեցնել կախվածությունը արտասահմանյան տվյալների կենտրոններից։ Բացի այդ, նախատեսվում է նաև մասնագիտացված աջակցության կենտրոն պետական գերատեսչությունների համար։ Խորհրդատվություն կցուցաբերվի AI տեխնոլոգիաների ներդրման եւ օգտագործման հարցերով։ Սարքավորումները կստանա Firebird AI ընկերությունը, որը պրոցեսորները կգնի NVIDIA-ից։